Դուք մասնակցում եք պատարագին, դուք նախ խնդրեմ ասել այս համայնքից եք, թե հատուկ պատարագին մասնակցելու համար եք եկել։ Ես հայ եմ, Հայաստանից եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Մասնագիտությամբ բժիշկ եւ նախանձախնդիր եմ մեր եկեղեցին միշտ լինի պայծառ, ճիշտ է, դա մենակ ինձանով չի պայմանավորված, բայց ես խորը ցավ եմ ապրում, երբ որ տեսնում եմ ռեզոնանս կամ տարաձայնություն կարգալուց եղավ, իսկ կարգալուծը իրավունք ունի պատարագ մատուցելու եւ այլն տեսակետներ, որը որ միանշանակ բացասական է ազդում, նույնիսկ մարդկանց մոլորեցնում է այս գաղափարը։ Եվ մենք պետք է գնանք ճշմարտության հետևից, վերջի վերջո պետք է տանք քրիստոնեական հանգուցալ լուծում։ Տեսեք, հարգելիներս, մենք գտնվում ենք Հովանավանքում, որտեղ կան Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։ Սուրբ Հովհաննեսը, սա սկզբից ասեմ, հետո կանցնեմ բուն թեմային։ Սուրբ Հովհաննեսը գլխատվեց, ինչի համար, որովհետև Հերովդեսին քննադատեց թագավորին, որ իր եղբորը, այսինքն Հերովդես թագավորը, իր եղբոր կնոջը բռնությամբ կին էր առել եւ Սուրբ Հովհաննես Մկրտիչը դրա համար քննադատեց։ Իսկ այդ ժամանակ հրեական օրենքներին եւ սովորություններին դեմ էր այդ ամեն ինչը, այսինքն Հերովդեսի արածը։ Սա ինչու եմ ասում։ Այն օրը ուրեմն եկել էր հոգեվորականը, սիրելի հայ շնորհ ում որ ճանաչում եմ առանձնացած Տեր Արամին, դուք որպես քահանա իրավունք չունեք լինել խոր որոշ ուրեմններ տարբեր կայքերում այդպիսի հոգևորականները իրավունք ունեն լինել խորանում, ատյաններում, ավանդատներում եւ այլուր։ Երկրորդ հարցը այն հոգևորականները, որոնք որ քննադատում են Տեր Արամի պես քահանաների նրա համար, որ պայքարում են հանուն արդարության, պայքարում են ստի կեղծիքի եւ մեղքի դեմ, որոնք որ կան առաքելական եկեղեցու ներսի շատերի կողմից։ Ճիշտ է, մեղավոր մեկ վարքյան ես միտքս ավարտեմ, խնդրում եմ չխանգարեք։ Ճիշտ է, մենք բոլորս ենք մեղավոր, բայց գիտեք, բաներ կա, որը որ կանոնագիրքը լրիվ ուրիշ ձև է վերաբերվում, առաքելական եկեղեցու կանոնագիրքը։ Եվ երրորդ հարցս այն հոգևորականները, մեր արժանապատիվ հայրերը, որոնք որ տեսնում են այս բարքերը, այս վարքերը, նրանք իրավունք ունեն լռել, ինչպես չլռեց Տեր Արամը եւ էլի շատ հայրեր։ Եվ խոսքս ամփոփելով կասեմ հետեւյալը, որ այսօր տեղի ունեցավ հրաշք, մեր հայ առաքելական եկեղեցու կանոնագիրքը ուժի է դրվել եւ վաղվանից է շարունակել այդ ընթացքը եւ թող օրհնվի այն անհատը, այն անձը, այն կառույցը, որը կնպաստի մեր հայրերի կողմից ավանդած Սուրբ Հոգու ներգործությամբ ձևավորված հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի